Գիրք արդարության և Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչով Նյումեգը Արտշին բանկի ֆինանսավորմամբ հրատարակել է Ռուբենը գրքի հայերեն թարգմանությունը։ Ուզում եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը Նյումեգ հրատարակչությանն ու Արտշին բանկինն է, Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքը այստեղ հյուրի կարգավիճակով են։ Նրանք որևէ կապ չունեն գրքի այն տեսանյութերի հետ, որոնք մենք պատրաստել ենք։ 4 գլխից բաղկացած գրքում աշխարհում հայտնի մարդիկ Ջորջ Քլունիից մինչև Նյուտա Ֆեդերմեսեր, ինչպես նաև բիզնեսի, գիտության, արվեստի հայ և ռուս գործիչներ պատմում են սոցիալական ձեռներեց ու բարերար Ռուբեն Վարդանյանի բոլոր այն գործերի մասին, որոնց միջոցով հազարավոր մարդիկ ավելի լավ են սկսել ապրել, աշխարհն ավելի լավն է դարձել։ Չեմ ուզում այսօր խոսել զուտ տեխնիկական աշխատանքների մասին, որը կատարել եմ թարգմանության ընթացքում, ուզում եմ անդրադառնալ էմոցիոնալ հատվածին։ Հենց սկզբից էլ լցվեցի հպարտությամբ։ Այո, ես մեծ հպարտություն զգացի, որ Ռուբեն Վարդանյանը իմ հայրենակիցն է։ Ռուբենը գիրք է հերոսի, մարդու և հայրենասերի մասին, նշում են Արտշին բանկից, շեշտելով, ֆինանսավորելով գրքի հրատարակման նախագիծը, բանկը միանում է համաշխարհային մարդասիրական հանրության արդարացի պահանջներին Ռուբեն Վարդանյանին անհապաղ ազատ արձակելու համար, այնպես ինչպես ամփոփված է հենց գրքի վերջին գլխում։ Ազատություն Ռուբեն Վարդանյանին, սա պիտի դառնա մեր ուղենիշերից մեկը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։